Տիրոջ անունը փառավորվի։ Ես ուզում եմ կարդամ Հովանու ավետարան Հովանու ավետարանի 8-րդ գլուխ առաջին համարից։ Սա այն դեպքն է, մեղավոր կնոջ, երբ որ շնության մեջ բռնված կնոջ մասին է գրված, ուզում եմ կարդամ առաջին համարից։ Եվ գրված այսպես. Հիսուս Ձիթենյաց լեռը գնաց, երբ արտուն նորեն տաճարը եկավ, բոլոր ժողովուրդը իրեն կուգար, ու ինք նստեր կսորվեցներ անոնց։ Դպիրներն ու փարիսեցիները շնության մեջ բռնված կին մը բերին անոր ու զանիկա մեջտեղը կայնեցնելով ըսին իրեն. Վարդապետ, այս կինը շնության մեղքը գործած ատենը բռնվեցավ։ Մովսես օրենքին մեջ մեզի պատվիրեց այսպիսիները քարկոծել։ Հիմա դուն ինչ կսես ատոր համար։ Ասիկա կսեին զանիկա փորձելով, որպեսի անոր վրա ամբաստանություն ընելու առիթմը ունենան, բայց Հիսուս դեպի վար ծռելով մատովը գետնին վրա կգրեր, սակայն երբ ստիպեցին հարցնելով իրեն, վեր նայեցավ ու ըսավ անոնց. Ձեզ մե անմեղ եղողը առաջին քարը անիկա թող ձգե ատոր վրայ, եւ նորեն ծռելով գետնին վրա կգրեր։ Անոնք այս լսելով ու իրենց խղճմտանքեն հանդիմանվելով մեկիկ դուրս ելան ծերեն սկսած մինչև ետինը։ Մենք տեսանք այստեղ ինչ է կատարվում եւ այս կնոջ երբ որ բերել են Հիսուսի մոտ, որ քարկոծեին եւ այդպես Հիսուսին հարցնում էին, որ այսպես է գրված, դու ինչ ես ասում, եւ հետարքիր է Տեր Հիսուսը նրանց մի բան ասում է ձեզանից անմեղ եղողը թող առաջին քարը ինքը գցի։ Եվ երբ որ ուշադրություն ենք դարձնում այս խոսքերին, ժողովուրդ ջան, շատ հրաշալի բան է տեղի ունեցել, ուղղակի այս մարդիկ չեն նկատել։ Օրինակ, այս մարդիկ միջև չեն տեսնում, որ իրանք էլ են այդ վատ մարդը, չէ՞, իրանք չեն տեսնում, որ իրանց մեջ էլ կա այդ սխալը։ Բայց երբ որ իրանք այս մարդ փոխ այս կնոջը բերում են Տեր Հիսուսի մոտ, այստեղ Տեր Հիսուսը իրանց բան է ուզում ասի դուք էլ եք այդ մարդը, եւ բացի են, որ ասում է, նաեւ այդ մարդիկ իրանց սրտերի մեջ հասկանում են, որ իրանք այդ մարդիկ են։ Որովհետև եթե իրանք չտեսնեին իրանց մեջ այդ սխալը, իրանք կշարունակեին նորից ստիպել կամ քարկոծելու այդ ընթացքը, բայց ասում է, երբ որ տեսան, հանդիմանվեցին այդ մարդիկ, քարերը գցեցին եւ գնացին։ Ես մտածում եմ, այս մարդկանց համար մի հատ մեծ շանս էր տրված, որպեսզի իրանք հասկանան, որ իրանք մեղավոր մարդիկ են եւ կարիք ունեն փրկության։ Բայց այստեղ այս մարդիկ չօգտվեցին այդ հնարավորությունից։ Նրանք հանդիպեցին լույսին, նրանք հանդիպեցին կյանքին, բայց նրանք տեսնելով իրանց վիճակը թողեցին, քարերը գցեցին եւ հեռացան։ Եվ այստեղ, երբ որ արդեն խոսակցությունը գնում է այս կնոջ մասին, ասում է Հիսուս մինակ մնաց ու կինը մեջտեղը կայնած։ Հիսուս վեր նայելով ու կնոջ մեն զատ մեկը չտեսնելով ըսավ անոր. Ով կին, ուր են անոնք, որ քու վրայովդ ամբաստանություն կնեն, մեկը քեզ չդատապարտեց, անիկա ասավ, ոչ մեկը, Տեր։ Հիսուս ըսավ անոր. Ես ալ չեմ դատապարտեր քեզ։ Տեսեք, երբ որ Տեր Հիսուսը այս կնոջը ասում է, ես էլ քեզ չեմ դատապարտում, իրեք, էսի մեզ առիթ չի տալիս, որ մենք հասկանանք, որ Աստված համաձայն էր այդ կնոջ ապրած կյանքի հետ, իհարկե այդպես չի, չէ՞։ Մենք հասկանում ենք, որ Տեր Հիսուսը, երբ որ ասում է, ես քեզ քո արածի համար չեմ դատապարտում, դա չի նշանակում, որ ոչինչ, որ դու տենց մարդ ես, ոչինչ, մեկա քեզ չեմ դատապարտում։ Թեև մեր մեջ այս միտքը կարա լինի, որտեվ Ժողովողի 8:11-ում տեսեք ինչ ա գրված։ Ժողովողի 8:11-ը, որ մարդը սխալ է հասկանում Աստծո բարությունը եւ ողորմությունը, այսպես է գրված, ասում է, որովհետեւ գեշ գործի վրա վճիռը շուտով չի կատարվիր, այս պատճառով մարդոց որդիներուն սիրտը չարություն անելու փափագով լեցված է։ Մարդը չարությունը անում է եւ այդ պահին չկա ոչ մի հարված, չկա ոչ մի բան Աստծո կողմից, մեղադրանք կամ դատապարտություն, մարդը ասում է, դե նորմալ է, ուրեմն կարելի է այլի անել։ Բայց այստեղ Տեր Հիսուսը, երբ որ իրան ասում է, գնա, ես էլ քեզ չեմ դատապարտում, դա չի նշանակում, որ ինքը համաձայն է այդ կնոջ ապրած կյանքի հետ։ Դա նշանակում է գնա եւ միտք է տալիս եւ առիթ է տալիս, որ այդ մարդը ինքնին գա եւ ապաշխարի։ Կարծես հնարավորություն է տալիս, որ այս մարդը դարձի գա, ժողովուրդ ջան։ Այսինքն այս շանսը, եթե այս կինը չօգտագործի եւ գնա նորից ապրի այդ կյանքը, ինչպես են ավազանի մոտ մարդը, որ պարկած էր, եկավ Տեր Հիսուսը բժշկեց եւ ինչ ասեց, ասեց գնա եւ այլևս մեղք մի գործի, որ ինչ չլինի, որ ավելի գեշ բան չլինի։ Տեսնում եք, այսինքն Տերը ազատում է մարդուն,
Տերը մարդուն ազատում է, բայց ոչ թե հարցը դա է, որ այդ մարդը այդպես ազատվի եւ գնա իր կյանքին, որտեւ եթե մարդը այս փոսից է լավ, մյուս փոսի մեջ անպայման ընկնելու, դա այդպես է։ Դե պատկերացրեք հիմա այս կինը գնա եւ այլևս մեղք չգործի, գնա եւ այլևս իր գործած մեղքը, ինչի համար որ իրան քարկոծելու են, ինքը էլ այդ մեղքը չի գործում։ Ասենք գնացել է, էլ չի շնանում, լավ։ Արդյոք լուծվեց իր հոգեվոր կյանքի հարցը։ Արդյոք լուծվեց իր ապրելու հարցը։ Արդյոք լուծվեց իր հավիտենական կյանքի հարցը։ Այդ չի անում, ուրիշ բան կանի, ժողովուրդ։ Այն չի անում, ուրիշ բան կանի։ Բայց այստեղ Տեր Հիսուսը նրան ասում է գնա եւ այլևս մեղք մի գործիր։ Մեղք մի գործիր։ Մենք կարող է այսպես առաջին հայացքից մտածենք, դե մեղք գործել հենց ինչ բաներ անելն է, բայց այստեղ ավելի խորը բան կա, ժողովուրդ։ Այստեղ ավելի խորը բան կա եւ այդ խորը բանը սա է, որ այս կինը Հիսուսից գնալով մեղք գործեց։ Երբ որ նա Հիսուսից հեռացավ, նա այդտեղ մեղք գործեց։ Որովհետև դատապարտությունը ոչ թե մեղքեր գործելն է, որ այս ինչ ես արել, մի օր սխալվեցիր, Աստված կանգնած է եւ քեզ դատապարտելու չէ, թեև եթե միջև վերջ չապաշխարենք, այդպես կանգնենք Աստծո առաջ, իհարկե պիտի դատապարտվենք։ Մեկը չի կարող ծածկվել նրա աչքերի առաջից, բայց այստեղ այս կինը կյանքը մերժեց, որովհետև ասում է լույսը աշխարհ եկավ, դատապարտությունը սա է, լույսը աշխարհ եկավ, Հովանու 3:19, լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին։ Այս է դատապարտությունը, ժողովուրդ ջան, որ մարդը կյանքն է մերժում, որ մարդը չի ուզում այդ կյանքը, որ թեև այս կինը, տեսեք ինչ արեց այս կինը այդ պահին պիտի դատապարտվեր, քարկոծվեր, եւ այդ պահին հայտնվեց Հիսուսը եւ իրան ասեց, ես էլ քեզ չեմ դատապարտում, այն քարկոծողներն գնացին։ Այսինքն այդ պահին, այդ օրվա հարցը լուծվավ իրա, բայց դա չի նշանակում, որ այս կինը կյանք ունի, բայց դա չի նշանակում, որ այս կինը գնում է Հիսուսի հետևից։ Այդ պահի լուծված հարցը չի խոսում մեր հոգևոր կյանքի մասին, ժողովուրդ ջան։ Կարող է այստեղ էլ շատ հարցեր լուծվի այս պահի մեջ, բայց արդյոք այս պահի լուծված հարցը իմ կյանքի մեջ կյանք է դառնում։ Արդյոք այստեղ ինչ որ ուրախություն եկավ իմ սրտի մեջ 2 ժամ ուրախացա։ Արդյոք այդ ուրախությունը շարունակական է իմ կյանքիս մեջ։ Իմ ուրախությունը նա է, իմ ցնծությունը նա է, իմ ճանապարհը նա է։ Եկել ենք այստեղ ազատագրվելու, եկել ենք այստեղ մեղքերի թողություն գտնելու, Աստծուն հանդիպելու, Աստծո ձայնը լսելու։ Իսկ այստեղից հետո ուր ենք գնում։ Իսկ այստեղից հետո ինչ ունենք անելու, ժողովուրդ։ Թե մենակ այստեղ է այդ ամեն ինչը։ Դրա համար այդ կինը ըտեղ ինքը տեսավ չի դատապարտվում, իրան ոչ մեկ չի մեղադրում, եւ Տեր Հիսուսը ասեց գնա էլ մեղք մի գործի։ Այ խնդիրը նա է, որ մարդը Աստծուց է հեռանում։ Ինչպես անառակ որդին վերցրեց իր հորից ընկած բաժինը եւ հեռու երկիր գնաց։ Այ խնդիրը այդտեղ էր։ Ոչ թե ինքը հոր հետ ապրելով կարար սայթակեր, կարար ընկներ, բայց խնդիրը նա էր, որ մարդը Աստծուց հեռացավ։ Եվ Տիմոթեոսին Պողոս առաքյալը առաջի Տիմոթեոս 6:12-ում ասում է. բռնե հավիտենական կյանքը։ Այս կինը ինչ պիտի աներ։ Այս կինը պիտի բռներ այդ հավիտենական կյանքը։ Բռներ հավիտենական կյանքը եւ զինք բռնողները երջանիկ պիտի ըլլան։ Բայց մենք նաեւ մի փոքր էլ նայենք մի կնոջ մասին այս տարբերությունը տեսնելու համար, դա գրված է Ղուկասի 8:1-ում է գրված, տեսեք ինչ հրաշալի բան է գրված այս կնոջ մասին։ Ես ամեն անգամ կարդալուց եւ ուրախանում եմ եւ զարմանում եմ այս ընթացքի համար, թե այս կինը ինչպես այս կանայք ինչպես ընթացք են ունեցել։ Անկե յետքը ին քաղաքի քաղաք ու գյուղե գյուղ պտտելով կքարոզեր եւ Աստծոյ թագավորությունը կավետարաներ ու 12-ը իրեն հետ էին, նաեւ քանի մկիներ, որոնք չար ոգիները ու հիվանդությունները բժշկվեր էին։ Տեսնում եք, մարդիկ, որոնք բժշկվեցին, որոնց կյանքում այդ զորությունը գործեց, բժշկությունը եղավ, հիվանդությունից բժշկվեցին, չար ոգիներից բժշկվեցին, բայց ինչ էին անում։ Որոնք չար ոգիներեն ու հիվանդություններեն բժշկվեր էին, Մայրամը, որ Մագդաղենացի կկոչվեր, ուրկե 7 դև ելեր էր, եւ Հովանան Հերովդեսին տանը վերակացուին Քուզայկինը ու Շուշան եւ շատ ուրիշներ, որոնք իրենց ստացվածքով անոր ծառայություն կնեն։ Այսակ, այս մարդիկ բժշկվել են, այս մարդկանց կյանքում հրաշք էր եղել, բայց այս մարդիկ չէին գնացել ապրեին իրանց կյանքը, չէին գնացել շիժինեին իրանց կյանքը, նրանք եկել էին իրանց ամբողջ ստացվածքով, Աստծուն ծառայություն էին անում, եւ այդ ծառայության Քրիստոսի հետևից գնալու հետևանքը եղավ Հովանու ավետարան 20-րդ գլխում, որտեղ մեկշաբթի օրը Մայրամ գերեզման ներգնացել, դա նույն Մայրամ Մագդաղենացու մասին է, որ նա գերեզմանը գնալով եւ Հիսուսին
Տեսեք 11 համարում գրված է, բայց Մայրամ գերեզմանեն դուրսը կայնել էր եւ կուլար ու երբ կուլար դեպի գերեզմանը ծռեցավ նայելու, տեսավ երկու հրեշտակներ ճերմակ հանդերձներով, որ նստեր էին, ուր Հիսուսի մարմինը դրված էր, մեկը գլխուն կողմը ու մյուսը ոտքին կողմը։ Անոնք իրեն ասին, ով կին, ինչու կուլաս, ըսավ անոնց, անոր համար, որ իմ Տերս գերեզմանեն վերցուցին ու չեմ գիտեր ուր դրին զանիկա։ Երբ ասիկա ըսավ, ետին դարձավ եւ տեսավ Հիսուսը, որ կայներ էր ու չեր գիտեր, թե Հիսուսն է։ Հիսուս անոր ըսավ. ով կին, ինչու կուլաս, ով կփնտրես։ Ին կարծելով, թե անիկա պարտիսպանն է, ըսավ անոր. Տեր, եթե դու վերցուցիր զանիկա, ըսե ինձի, ուր դրիր զայն, որպեսի ես զանիկա առնեմ։ Հիսուս ըսավ անոր. Մայրամ, անալ դարձավ եբրայեցերեն ըսավ, անոր ըսավ Ռաբունի, որ վարդապետ ըսել է։ Մենք տեսնում ենք, որ այդ հետևանքը մարդը, որ գնում Աստծու ետևից, միջև ուր գնաց, անգամ խաչելության ժամանակ Մարիամ Մագդաղենացին այնտեղ կանգնած էր։ Եվ տեսնում ենք, որ գերեզմանում նա եկել էր Հիսուսին փնտրելու։ Այսօր մարդկանց պետք է Հիսուս, որ հրաշքներ անում։ Այսօր մարդկանց պետք է Հիսուս, որ զորություններ անում, նշաններ անում։ Այսօր մարդկանց պետք է Հիսուս, որ ինքը չսովասանա, հաց ունենա, կուշ լինի, ամեն ինչ լավ լինի, բայց Մարիամ Մագդաղենացին եկել էր եւ փնտրում էր Հիսուսին, որ այլևս երկրի վրա չի քայլում։ Նկել էր նրա գերեզմանը եւ հասկանալով, որ նա մահացել է եւ մարմին այնտեղ պետք է լինի, եւ ասում է՝ ուր ես դրել զանիկա, ասա, որ ես առնեմ նրան։ Հիմա ժողովուրդ ջան, մեր պատկերացումով ասենք, մահացած մարմինը ինչ կարա անի, ինչ կարա անի, բայց մենք տեսնում ենք այս կնոջ սերը Աստծո նկատմամբ, այս կնոջ սերը Քրիստոսի նկատմամբ, որ նա եկել է Հիսուսին փնտրելու, որտեղ ինքը հասկանում է, որ ինքը 7 չարդևով բռնված է եղել, եւ եթե Հիսուս չլիներ իր կյանքում, նա հավերժ կորսված էր լինելու, բայց եթե Հիսուսը այս հրաշք արել է իմ կյանքում, ես այլևս կյանք չունեմ ապրելու, ես այլևս ճանապարհներս այլևս ջնջում եմ, որ գնամ նրա ետևից, ես այլևս չունեմ իմ ցանկություններ առաջ տանելու, իմ ցանկությունը նայա, որ ապրեմ նրա հետ, այստեղ եւ այստեղից հետո, ժողովուրդ ջան, դրա համար ոչ թե այս պահին ինչ որ բան վերցնել եւ դրանով ուրախանալն է, այլ երբ որ տեսնում ես, հիմա պատկերացրեք, հիմա ես տուն եմ մտնում, տոպրակներով երեխաները վազում են եւ ասում են, պապա ինչ ես բերել, չէ լավ բան է, պապա ինչ ես բերել, իրանց ուզածը տալիս ես, այդ շոկոլադը տալիս են, այդ շոկոլադը տևում է ինչքան, 10-20 րոպե, կերավ, բրծավ, ամեն ինչ վերջացավ, բայց այն երեխան, որ ասում է, ես չեմ ուզում այդ տոպրակները, ես ուրախ եմ, որ դու տուն ես եկել, որովհետև իմ ուրախությունը դու ես, ոչ թե քո բերածները։ Դրա համար ժողովուրդ ջան, եթե մեր սրտի փափագը եւ ուրախությունը չեղավ Քրիստոսը, եթե մեր աչքերը չեղավ Քրիստոսին ուղված, մենք նայելու ենք ժամանակավոր այս պահի լուծումը կլինի, այս մյուս պահի լուծումը կլինի, այս կլինի, այս ակնկալիքները կունենանք, մենք չենք հասնի կյանքին։ Եթե մենք միայն սպասում ենք ինչ որ ժամանակավոր հարցեր լուծվի, որովհետև քանի աշխարհի վրա ենք, միշտ էլ հարցեր ենք ունենալու, բայց մեր միակ գլխավոր հարցը նա է՝ լինել նրա մեջ, նայել իմ մեջ, ապրել նրա հետ, քայլել նրա հետ, ինչպես քայլեց Ենովքը, ինչպես Աբրահամին ասեց, ես եմ ամենակարող Աստվածը, իմ առջևս քայլիր եւ կատարյալ եղիր։ Եթե այս ընթացքը չենք բռնել, եթե այս ուղղությունը չենք բռնել, մեր կյանքում շատ դժվարություններ կառաջանա եւ չգիտեմ ինչքանով կստացվի մեր հոգեվոր կյանքը, դրա համար ասում է զինք բռնողներին երջանիկ կնե, բռնե հավիտենական կյանքը, իմ նպատակը, մեր բոլորիս նպատակը լինի գնալ, դառնալ Քրիստոսի պես, լինել Քրիստոսի նման հասակ ունենալ այդ սերը, ունենալ այդ կյանքը, ունենալ այդ խաղաղությունը մեր սրտերի մեջ, մեր ընտանիքների մեջ եւ մեկանալ եւ սա է կատարելությունը, որ ամենքը մեկը լան, ինչպես ես քո մեջ, այնպես էլ անոնք մեր մեջ։ Գնանք այս ճանապարհով, ժողովուրդ ջան, Տերը թող մեզ օրհնի այսքանը։